Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է եւ հիմա արդեն միմյանց դեմ կմրցեն Լիոնը եւ Այաքսը։ Սա հիշեցնեմ, որ ԱՖԵԼ-ի 3-րդ դիվիզիոնի գավաթի շրջանակներում ընթացող հանդիպում է, այստեղ դիմակայությունը բաղկացած է լինելու մեկ հանդիպումից եւ ամեն ինչ այսօր կորոշվի խաղադաշտում թե ով կնվաճի եզրափակիչի ուղեգիր։ Ամեն ինչ պատրաստ է արդեն հանդիպան մեկնարկի համար։ Ես արագորեն ծանոթացնեմ մրցող թիմերի մեկնարկային կազմերը, կա մրցավարի Սուլիչը եւ մեկնարկեց այս հետաքրքիր հանդիպումը եւ այսպես Լիոնի դարպասը պաշտպանում է Արտուր Ղազարյանը համար 1, Պապկեն Աբրահամյան համար 3, Ռուդի Գեգորյան համար 4, Հայկ Հակոբյան համար 5, Արեգ Դավթյան համար 7, Ռաֆայել Աբրահամյան համար 9, Վաղինակ Սեթրակյան համար 10, Տիգրան Սեթրակյան համար 11, Ռոման Ջուլակյան համար 13, ով նաեւ թիմի ավագն է, Մաքսիմ Խաչատյան համար 17, Կիմ Մինասյան համար 20 եւ Արթուր Ասոյան համար 21։ Այաքսի դարպասը պաշտպանում է թիմի ավագ Ալիկ Մուրադյանը համար 1, Մոզ Բունյաթյան համար 4, Արա Եսայան համար 5, Արթուր Վարդանյան համար 6, Վայե Պողոսյան համար 8, Հովիկ Իսկանդարյան համար 9, Արայիկ Ավետիսյան համար 10, Վարուժան Խաշատյան համար 23, Պատվական Զալիբեկյան համար 33, Խորեն Հովանեսյան համար 88, Տիգրան Ալիխանյան համար 90 եւ Դավիթ Հայրապետյան համար 97։ Եզիս կնետեն Լիոնի ֆուտբոլիստները կա փոխանցումը, բայց այստեղ առաջինը գնդակին արձակեցեց Բունյաթյանը, Ալիխանյան ուղարկեց գնդակը Պողոսյանին, բայց Պողոսյանի փոխանցումը ուժեղ ստացվեց, զարգացեց այստեղ արագությունը Հովանեսյանն ու գնդակը պայեց դաշտի սահմաններում, բայց շատ բարդ իրավիճակում էր հայտնվել Խորեն Հովանեսյանը, իհարկե արեց առավելագույն այդ դրվագում Բունյաթյան խաղում է Եսայանի հետ, Ալիխանյան գլորում են առայժմ գնդակը Այաքսի ֆուտբոլիստները պաշտպանությունում Պողոսյան, տեսնենք խաղում է այստեղ Պողոսյանը Իսկանդարյանի հետ կա Եսայանի տարբերակը, բայց հետ ուղարկեց գնդակ այստեղ Իսկանդարյանը, Բունյաթյան նորից Եսայանն է գնդակով առայժմ շատ վստահ են իրենց փոխանցումներում Այաքսի ֆուտբոլիստները, Ալիխանյանն է այստեղ փորձում անցում կատարել, կորցրեց գնդակ ու խլեց, բայց խախտելով խաղի կանոնները Սանդալ կիրաստիմա Լիոնը տեսնում ենք փոխանցում, բայց Պողոսյանը փորձեց Այաքսի կազմից արձագանքել ու իմաստացվեց Պողոսյանի խլումը գնդակը Ալիխանյան լավ խաղարկեցին այստեղ Հովանեսյանի հետ, տեսնում ենք Իսկանդարյանի փոխանցումը, բայց պատրաստ չէր այս փոխանցմանը Պողոսյանը եւ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից կլինի հարված Լիոնի դարպասից, այո, արդեն հանդիպան տեմպը գնալով բարձրանում է եւ թիմերը շատ կարճ գիտակցում են, որ դիմակայությունը բաղկացած է մեկ հանդիպումից, այնպես որ պետք է փորձեն առաջինը չափազանց գոլ լինել իրենց պաշտպանությունում, հետո մտածել հարձակման մասին Պողոսյան տեսնում ենք Եսայանի գրոյ տեղափոխությունը, որը շատ հաջող ստացվեց, Իսկանդարյանն է հիմա գնդակով կա փոխանցումը, բայց դարպասապահ վերցնում է գնդակը ու այն նետում առաջ
Բունյաթյան այստեղ կարողացավ հեռացնել գնդակ ու կտեսնենք եզրային նետում Լեոնի կատարմամբ։ Թիմերը մինչ այս հանդիպումը միմյանց դեմ մրցել են այս մրցաշրջանի երրորդ դիվիզիոնի շրջանակներում, այնտեղ Այաքսը երկու խաղում էլ տոնել է հաղթանակ, նախ առաջին հանդիպումն ավարտվել է 0-8 հաշվով, ապա երկրորդ հանդիպումը նույնպես կարողացել են Այաքսի ֆուտբոլիստները ավարտել հաղթանակով, հաղթելով 4-2 հաշվով մրցակցին, այնպես որ Լիոնը այս հանգամանքը կարծում եմ հաշվի առել։ Իսկապես բարդ մրցակից է Այաքսը ցանկացած թիմի համար ցանկացած մրցաշարում, բայց առայժմ Այաքսի ֆուտբոլիստների գործողությունները հենց դա էլ ապացուցում են։ Հիմա խլում են կատարում Այաքսի ֆուտբոլիստները Իսկանդարյան, բայց շատ հեռու թողեց այստեղ Իսկանդարյանը գնդակ ու դարպասապահ կարողացավ հեռացնել այն։ Հայո կորցրել է շատ լավ հնարավորություն հիմա Իսկանդարյանը, իսկապես ուներ հնարավորություն Այաքսը առաջ հասնելու հաշվի մեջ, բայց դարպասապահ Ղազարյանը թույլ չտվեց։ Բունյաթյան այստեղ փորձ է ձեռացնել, ստացվեց։ Շեղել գնդակի ուղղությունը, հիմա սկսում է Այաքսի երթական գրող Ալիխանյան, կրունկով փոխանցում է կատարում այստեղ Տիգրան Ալիխանյանը, բայց չանցավ, հիմա Վարդանյանն է շատ հաջող խլում կատարում, Իսկանդարյան գրոյ տեղափոխություն դեպի աջ, Հովանեսյան բարձից փոխանցում մրցակցի Տուգանային հրապարակ ու Ղազարյանը կարողանում է հեռացնել գնդակը, բայց խոթացածքին է հայտնվել Վարդանյանը, հիմա արդեն ամեն ինչ կարգին է նրա հետ։ Ու եզրային նետում կտեսնենք Այաքսի ֆուտբոլիստների կատարմամբ։ Ալիխանյանն նետում է եզրից, բայց փորձեց Աբրամյանը հեռացնել գնդակը, հիմա էլ արդեն սխալ փոխանցում ստացվեց Իսկանդարյանի կատարմամբ ու կլինի եզրային նետում։ Այո, Այաքսը կարողացավ Գավաթի շրջանակներում նախ հաղթարել Մադրիդի Ռեալի արգելքը, այո, իսկապես ովքեր դիտել են այդ հանդիպումը կփաստեն, 2-1 հաշվով հաղթեցին Այաքսի ֆուտբոլիստները, բայց իսկապես այդ խաղի հերոսը դարպասապահ Մուրադյաններով կարողացավ խաղի ընթացքում 2-11 մեծանոց ետ մղել ու հիմա հարված ենք տեսնում Իսկանդարյանի կատարման գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ, այո, իսկապես 2-11 մեծանոց 2-1 հաշվի պարագայում կարողացավ ետ մղել դարպասապահ Մուրադյան ու Այաքսը հայտնվեց կիսաեզրափակիչում, այնպես որ պետք է հաշվի առնել նաև, որ Այաքսի դարպասը պաշտպանում է Մուրադյանը, ում այքանը լեզ չխոցել, իսկ Լիոնը կարողացավ 11 մետրանոց հարվածաշարով հաղթարել Պարմայի արգելքը, այո, վերջին 11 մետրանոցը դիպուկ իրացեցին Լիոնի ֆուտբոլիստները, Պարման էլ վրիպեց ու արդեն Լիոնը հայտնվեց կիսաեզրափակիչում։ Հիմա տեսնում ենք փոխանցում Մուրադյանի կատարման, բայց ոչ ոք չարձագանքեց ու Մուրադյանը գնդակը մտցնում է խաղի մեջ, Պողոսյան Վարդանյանը հետ խաղարկեց այստեղ Պողոսյանը շատ լավ գրոյի տեղափոխություն է դեպի ձախ, որտեղ Եսայանն է շարժվում առաջ, բայց այստեղ հաջող չստացվեց Եսայանի փոխանցումը, Վարդանյան, տեսնում ենք փոխանցում առաջ, բայց Ջուլակյանը հեռացնում է գնդակ ու եզից կնետի Այաքսը
Արագորեն խաղարկեցին գնդակ Այաքսի ֆուտբոլիստները Ալիխանյան, բայց այստեղ հաջող խլում կատարեց Հակոբյանը ու եզից կնետի Լիոնը։ Եվս մեկ եզային հետո հիմա Այաքսի ֆուտբոլիստների կատարմամբ կդիտենք Հունյաթյան ուժեղ փոխանցում կատարեց առաջ ու հիմա Այաքսը կարող է արագակագրով կազմակերպել Ալիխանյան խաղում է Հովանիսյանի հետ Հովանիսյան, բայց այստեղ մի փոքր շեղությամբ է ստացվում Հովանիսյանի կատարած արվածը եւս մեկ լավ հնարավորություն կորցրեց Այաքսը, այո, այս խաղում արդեն երկրորդն է սա, երկրորդ անգամն է նախ առաջին դրվագում Իսկանդարյանը կարող էր բացել հանդիպան հաշիվը, հիմա էլ Հովանիսյանը վրիպեց Ղազարյան ուժեղ փոխանցում առաջ, բայց ինչ է բատել, այո, կար խաղի կանոնների խախտում այստեղ Այաքսի ֆուտբոլիստի կողմից ու հիմա Լիոնը շատ վտանգավոր դիրքում վաստակում է տուգանային հարվածի հնարավորություն Գնդակի մոտ է Վաղինակ Սեթրակյանը, տեսնենք շատ հարմար ու նպաստավոր դիրք է Սեթրակյանի համար կամ մրցավարի սուլիչը Սեթրակյան, հարված ենք տեսնում, բայց պատկասված ֆուտբոլիստերին դիպավ գնդակը Ջուրակյանի հարվածը այստեղ չի ստացվում, չնայած գնդակով մնացին Լիոնի ֆուտբոլիստերը, բայց այստեղ Եգոյանի կատարած հարվածը բարձր ստացվեց Հունյաթյան դեպի առաջ փոխանցում բայց այստեղ Իսկանդարյանը գնդակ ու կան տարբերակներ աչի եզրից Իսկանդարյան դեպի մրցակցի տուգանային հրապարակ ուղարկեց գնդակը, բայց մնացեցին Լիոնի պաշտպանները Վարդանյանն է գնդակով Օրեն Հովանիսյան Չանցավ Հովանիսյանի այս փոխանցումը Եսայան Շատ լավ նկատեց այստեղ Եսայանը Պողոսյանին, բայց Պողոսյանի հարվածը չստացվեց Շատ հրաշալի փոխանցում տեսանք Եսայանի կատարման, բայց փորձեց Պողոսյանն գեղեցիկ եզրափակում կատարել միայն վերջին պահը այնքան էլ հաջող չստացվեց գրոյի Հակոբյան շատ լավ փոխանցում ստացվեց դեպի Սեթրակյանը Սեթրակյանն էլ փորձեց ասիագել գնդակը այստեղ հենց Հակոբյանին, բայց դարպասապան Մուրադյանը վերցրեց այն եզից կնետի Այաքսը, այո, արդեն թիմերը էլ ավելի արագ են հարցակման գծում Հովանիսյան շատ լավ փոխանցում էր, տեսնենք այս գրոհ ինչով կավարտեն Այաքսի ֆուտբոլիստները ոչնչով Ջուլակյանը հեռացնում է գնդակը Եսայան ստացավ գնդակը ուղարկեց այն Պողոսյանին Պողոսյան լավ շրջվեց լավ փոխանցում կատարեց Իսկանդարյանի ուղղությամբ չի ավարտվել առայժմ Այաքսի գրոհ Իսկանդարյան հետ է ուղարկում Բունյաթյանին ողջ կազմով տեսեք Այաքսը մրցակցի կիսադաշտում է Բունյաթյան դերվից արվածի փորձ բայց դարպասապահ վերցրեց գնդակը նետեց առաջ ու նորից Բունյաթյանն է շարժվում առաջ գնդակով Հովանիսյան Վարդանյանն է աչեզում գնդակով Պողոսյան կա Ալիխանյանի տարբերակը կատարեց փոխանցում դեպի Ալիխանյանը Ալիխանյանը լիերթին թողեց գնդակը Հովանիսյանին Հովանիսյան ինչ է այստեղ Շկոր արդյոք 11 մետրահունց հարված կդիտի
Կարծում եմ այո, անպայման կրկնապատկել է գդիտի մրցավարը, բայց առայժմ չի ավարտվել Այաքսի գրող Պողոսյան ուղարկեց Ալիխանյանին Հերվից արված է կատարում Ալիխանյան ու բարձր է ստացվում այստեղ հիմա գդիտի մրցավարը կրկնապատկել է Գիտեց մրցավարը կրկնապատկել է և նշանակված է 11 մետրանոց հարված, այո, ակնհայտորեն գնդակը դիպել էր Լիոնի ավագ Ռոման Ջուլակյանի ձեռքին ու հիմա ունի Այաքսը շատ լավ հնարավորություն բացելու հանդիպման հաշիվը, այստեղ դեղին կարթով է պատժվում Ջուլակյանը Եվ տեսնենք ով պետք է հարված կատարի, կարծես Հովանեսյանն է գնդակի մոտ, ոչ Արայիկ Ավետիսյանը կիրասնի Այաքսից հարվածը Տեսնենք Ավետիսյան թե Ղազարյան կա մրցավարի սուլիչը Ավետիսյան հարված ու Ղազարյանը հետ է մղում գնդակը ու ֆիքսում այն այո Այաքսը ևս մեկ լավ հնարավորություն կորցրեց, բայց ինչը պետք է կրկնել 11 մեծանոց հարվածը դրա համար է սուլել մրցավարը տեսնենք Այո, պետք է կրկնել 11 մեծանոց հարվածը, տեսնենք երկրորդ դրվագ ինչպես ստացվի։ Կա սուլիչը Ավետիսյան, հարված ու այս անգամ անկասելի հարված 1-0 Այաքսն առաջին անցնում հաշվի մեջ։ Մեկ 0 այո Ավետիսյանը իրացեց 11 մետրանոց ու հիմա արդեն Այաքսը հաղթողի կարգավիճակում է Հովանեսյան արված ենք տեսնում ու գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ այո դարպասաձողի կողքով Կարող էր շատ արագ Այաքսը կրկնապատկել իր առավելությունը, բայց Հովանեսյանի հարվածը չստացվեց, հիմա գրոհի են անցել Լիոնի ֆուտբոլիստները։ Տեսնում ենք հարված ու այստեղ շեղությամբ է ստացվում Աբրահամյանի կատարած հարվածը, հարված կլինի Մուրադյանի դարպասից, արագ խաղարկում է Մուրադյանը գնդակը Վարդանյանի հետ։ Ավետիսյան ստացավ գնդակը շրջվեց ու վաստակում է եզրային նետման հնարավորություն։ Պունյատյան կա Եսայանի տարբերակը, բայց ավելի լավ փոխանցում ստացվեց այստեղ դեպի Իսկանդարյանը։ Իսկանդարյանը հարված է կատարում նույնիսկ, բայց թույլ ստացվեց այստեղ Իսկանդարյանի կատարած հարվածը ու փորձեցին արագորեն գրոհի անցնել Լիոնի ֆուտբոլիստները եւ կորցրին գնդակը եզրային նետում կիրասնի Այաքսը։ Ալիխանյան, լավ կասեցեց գնդակը Տիգրան Ալիխանյանը Հովանեսյանին ուղարկեց գնդակը ու փորձեցին դուրս գալ այստեղ պաշտպանությունից Լիոնի ֆուտբոլիստները, բայց այն նորից Այաքսի մոտ է Իսկանդարյան խաղարկում է գնդակը Եսայանի հետ, գրոհի տեղափոխություն դեպի աջ, որտեղ Վարդանյանն է Իսկանդարյան Խաղարկում է Հովանեսյանի հետ, նորից Իսկանդարյան Խորեն Հովանեսյան հարվածը կա դարպասապահ Ղազարյանը հեռացեց, Ալիխանյանի հարվածն էլ մի փոքր ճեղությամբ ստացվեց Այո գնալով Այաքսը էլ ավելի է զարգացնում առավելությունը, իհարկե կիսաեզրափակիչում հիմնվել մեկ գնդակի
առավելության վրա չի կարելի, քանի որ ցանկացած դրվագում կարող են Լիոնի ֆուտբոլիստները հավասարեցնել հանդիպան հաշիվը։ Ստացվեց այստեղ հաջող խաղացում կատարել Եսայանի մոտ ու եզրից կներդի Լիոնը։ Այո, այս զույգի հաղթողի եզրափակիչում մրցելու է Manchester United Olympic Marseille զույգի հաղթողի հետ, այդ հանդիպումը դեռ պետք է կայանա և իսկապես շատ հետաքրքիր թե կիսա եզրափակիչն է, թե եզրափակիչը մեզ սպասվում այս 4 թիմերի մասնակցությամբ, այլ հարց է բախտավոր երկուսին կուղեկցի եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար։ Վարդանյան շատ լավ նկատեց այստեղ Վարդանյանը Իսկանդարյանին, բայց Իսկանդարյանի անցումը չստացվեց։ Վաղինակ Սեթրակյան, բայց փոխանցումը կարողացավ Բունյակյանը հեռացնել Սեթրակյանի ու եզրային նետով կիրացնել Լիոնը։ Bravo! Make it forward, Naki. Давай, tik şut arada. Şöyle kal. Ara gastım et takay. Oldu. Gol. Mutlu mu aynı? Lideri şimdi böyle. Basın şurada çoğalt takay. Moçiş var. Շատ հաջող գործեց ֆուտբոլիստը, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Խորեն Հովհաննիսյան հեռու թողեց, Հովհաննիսյանը գնդակը այստեղ հարված էր, տեսանք նույնիսկ Եգոյանի կատարման, բայց շեղությամբ ընթացավ գնդակը։ Իսկանդարյան շատ լավ միացավ այստեղ գրոհին Խորեն Հովհաննիսյանը, բայց փոխանցումը կարողացավ փակել Լիոնի դարպասապահ Ղազարյանը ու անկյունային հիմա կիրացնեն Այաքսի ֆուտբոլիստները։ Այո, առաջին խաղակեսը մոտենում է ավարտին։ Կա փոխանցումը, Բունյակյանը փորձեց արձագանքել, չհասավ, իսկ այստեղ Հայրապետյանի հարվածը չստացվեց։ Խորեն Հովհաննիսյան մեկ հպումով դեպի Իսկանդարյանը, բայց Ջուլակյանը հեռացեց գնդակը, Եսայան մեկ հպումով ուղարկեց գնդակը Բունյակյանին ու շատ լավ փոխանցում կատարեց Բունյակյանն էլ դեպի Դավիթ Հայրապետյանը, իսկ պատխաղարկումը այստեղ ավետիցիան չստացվեց։ Լիոնն է անցել արագ գրոհի ուժերը, այս փոխանցումը Մուրադյանը դուրս եկավ դարպասից ու վերահսկում է իրավիճակը իհարկե։ Վարդանյան շարժվում է առաջ գնդակով Վարդանյանը հաջող չստացվեց փոխանցումը, բայց կպայքարի իհարկե մինչև վերջ ուղղելու իր սխալը եւ ուղղեց, խլեց մրցակցից գնդակը ու շարժվում է առաջ։ Հայրապետյան թույլ ստացվեց մի փոքր Հայրապետյանի փոխանցումը։ Նորից Վարդանյանն է գնդակով Եսայան։ Հայրապետյանն է ձախ եզրով առաջ շարժվում։ Ստացվեց մեկ ֆուտբոլիստի անցնել դեպի Ավետիսյանը փոխանցում ենք տեսնում։ Վտանգավոր գրոհի անցել Այաքսը, բայց այստեղ կարողացավ գնդակը հեռացնել Այք Հակոբյանը ու կլինի եւս մեկ անկյունային Լիոնի դարպասին։ Տեսնենք այս անգամ ինչպես խաղարկեն Այաքսի ֆուտբոլիստները։ Հովհաննիսյանի փոխանցումը հետևեց։ Իսկանդարյան փորձում է ազատվել այստեղ մրցակիցների ճնշումից, բայց
Երկու մրցակից էր մի անգամից նրան դիմավորել եւ ստիպված փոխանցում կատարեց դեպի ետ։ Այստեղ էլ լսվեց գլխավոր մրցավարի սուրիչը, առաջի խաղակեսն ավարտված է, կարճատ է դատար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակվում է Այաքսն դեմ Լիոնի հանդիպումը, մեկնարկեց երկրորդ խաղակեսը, հիշեցնեմ, որ սա ԱՖԵԼ-ի երրորդ դիվիզիոնի գավաթի շրջանակներում ընթացող կիսա եզրափակիչ հանդիպումն է, որտեղ առաջի կեսից հետո Ավետիսյանի դիպուկ իրացած 11 մետրանոցի շնորհիվ հաղթում է Այաքսը 1-0 հաշվով։ Տեսնենք երկրորդ կեսում առաջին հերթին ինչով կփորձի պատասխանել Լիոնը, քանի որ նրանք պարտվողի կարգավիճակում են հիմա ու պետք է ամեն գնով փորձեն փրկել այս հանդիպումը, քանի որ այս խաղում պարտություն կրելու դեպքում իսկապես վայր կդնեն զենքերը եւ արդեն Այաքսը շարունակի պայքարի եզրափակիչում Բունյակյան խաղարկում է Վարդանյանի հետ, վերջինը շարժվում է դեպի կենտրոն, ուղարկեց գնդակը Եսայանին, Այրապետյան հետ փոխանցում ու Տարպասապան Մուրադյանն է գնդակով, կորցրին այստեղ Այաքսի ֆուտբոլիստները, բայց Սեդրակյանի հարվածը ուժեղ չստացվեց ու Մուրադյանը վերցրեց գնդակը։ Եսայան խաղարկում է Խաչատրյանի հետ։ Նորից Եսայանն է գնդակով Բունյակյան եւ դեպի աջ փոխանցում, որտեղ միայնակ է Արթուր Վարդանյանը։ Մի փոքր ուժեղ ստացած Վարդանյանի փոխանցումը, բայց այստեղ նանջեց, խլեց գնդակը մրցակցից ու շարժվում է առաջ, լավ փոխանցում է, բայց Այրապետյան այստեղ չհասավ գնդակին ու արված կլինի արդեն Լիոնի դարպասից։ Սեդրակյան եւս մեկ հարված, բայց շեղությամբ ստացվեց, այո, երկրորդ խաղակեսում երևում է, որ Լիոնը փորձում է հարվածնել կատարել մրցակցի դարպասին եւ այո, պետք է գնան առաջ Լիոնի ֆուտբոլիստները, այ տարբերակ չկա։ Իսկապես Այաքսը մենք բազմիցս համոզվել ենք, այն թիմն է, որը կարող է մեկ գնդակը միջև հանդիպման ավարտը մեկ գնդակի առավելությունը, բայց Մուրադյան դուրս եկավ ու հեռացրեց գնդակը եզրից կնետի Լիոնը։ Այո, Մադրիդի Ռեալի հետ հանդիպումը դա վառ ապացույց էր Այաքսի գործողություններում, ովքեր մեկ գնդակի առավելությունը կարողացան միջև վերջ պահել, նույնիսկ հայտնվեցին այնպիսի իրավիճակում, որտեղ 2-11 մետրանոց նշանակվեց Մուրադյանի դարպասին, բայց այդ 11 մետրանոցները կարողացավ ետ մղել Մուրադյան ու հիմա Այաքսը նրա շնորհիվ կիսա եզրափակիչում է։ Հիմա հարված կլինի Այաքսի դարպասից արդեն Լիոնի ֆուտբոլիստները 11 մետրանոց են պահանջում մրցավարից, բայց Վարդանյանի ձեռքը բնական դիրքում էր եւ դա 11 մետրանոց չի համարվում։ Մուրադյան նորից խաղարկում է գնդակը Վարդանյանի հետ։ Ավետիսյան շատ լավ նկատեց Վարդանյանի, վերջինս էլ գնդակը ուղարկում է Խաչատրյանի ուղղությամբ։ Մնաց գնդակով առաջում Խաչատրյանը, Վարդանյան դեպի աջ է հարկում, որտեղ Իսկանդարյանն է, Արայք Ավետիսյան, նորից Իսկանդարյանի ուղղությամբ էր այս փոխանցումը ուղղված, բայց կարողացավ Լիոնի կազմում Աբրահամյանը խլել գնդակը։ Հիմա Աբրահամյանն շարժվում է առաջ, բայց Վարդանյանն այսօր շատ լավ հանդիպում է անցկացնում, որ յոր փոխանցումն է արդեն թույլ չի տալիս մրցակցի անցնի իրենից։ Իսկանդարյան մեկով հարված ու բարձր է ստացվում Իսկանդարյանի կատարած հարվածը։ Արժան Խաչատրյան դեպի առաջ ուղարկեց ու ստացվեց շատ հաջող փոխանցում դեպի Հայրապետյանը, բայց կորցրեց Հայրապետյանն էլ գնդակ ու
Լեոնն է հիմա գնդակով Եգորյան հետ փոխանցում։ Սխալ այստեղ կոպիտ, բայց կարողացավ իր սխալը ուղղել դարպասապահ Արտուր Ղազարյանը, շատ լավ հնարավորություն ուներ Այաքսի հիմա կրկնապատկելու իր առավելությունը, օգտվելու Ղազարյանի սխալից, բայց Ղազարյանը ուղղեց հենց իր թույլ տված սխալը եզրից պետք է նետի Լեոնը։ Եգորյան, տեսնում ենք փոխանցում, բայց ուժեղ ստացվեց Եգորյանի փոխանցումը ու հարված կլինի Այաքսի դարպասից։ Բունյաթյան դեպի ձախ ուղարկեց գնդակը Եսայանին, նորից Բունյաթյան, շատ լավ փոխանցում ստացվեց Հովհաննիսյանն էլ շատ գրագետ գործեց, Ավետիսյան արված Ղազարյանը նորից ետ է մղում այստեղ գնդակը ու նորից Այաքսը չի օգտագործում իր հնարավորությունը, Աբրահամյան, հիմա Լեոնն է անցել պատասխան գրոյին, շատ լավ մնաց գնդակով այստեղ Աբրահամյանը, փոխանցում ենք տեսնում ու Բունյաթյանն է հիմա էլ կարողանում հեռացնել գնդակը, Վարդանյան շարժվում է առաջ, Այաքսը, Վարուժան Խաչատրյան, գուցե հեռվից պետք է փորձել Խաչատրյան, բայց ուշացրեց այստեղ Խաչատրյան ու կորցրեց գնդակը, հիմա էլ նահանջում ու խլում է, ինչ արագ ու խառը հանդիպում է ընթանում խաղադաշտում, Խաչատրյան հեռու թողեց գնդակը, Խաչատրյան ու հարված կլինի արդեն Լեոնի դարպասից։ Այո, Լեոնը կարծես թե երկրորդ կեսում փորձում է անել հնարավորինս հանդիպան հաշիվը հավասարեցնելու համար, ճիշտ է հեշտ չի լինելու Այաքսի դեմ նույնիսկ մեկ գնդակ ետ բերելը, բայց պետք է փորձել, դեռ կա բավական խաղաժամանակ այս հանդիպմանը։ Վարդանյան, բայց ուժեղ այստեղ ստացվեց Այաքսի ֆուտբոլիստի փոխանցում ու եզրային նետում կտեսնենք։ Ջուլակյան փորձեց այստեղ գնդակը Ջուլակյանը, բայց արագ հակագրոհել չստացվեց Այաքսի կատարմամբ, միայն եզրային նետում, որը հիմա կիրացնեն Այաքսի ֆուտբոլիստները։ Պողոսյան թողեց գնդակը Ավետիսյանին, բայց Ավետիսյանի զարգացրած արագությունը հպատակին չծառայեց, քանի որ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եվս մեկ եզրային նետում կտեսնենք, Խաչատրյան ուղարկեց Ավետիսյանին գնդակը, նորից Խաչատրյան, վտանգավոր է Խաչատրյան, արված ենք տեսնում ու գնդակը այստեղ շեղությամբ ընթացավ։ Ղազարյան ուժեղ փոխանցում առաջ, վտանգավոր է, հարված եք նույնիսկ տեսնում, բայց Մուրադյանը նորից վերցնում է գնդակ, այո, հարվածային դիրքում էր հայտնվել Լեոնից Հայկ Հակոբյանը,
Բայց Հակոբյանի հարվածը ստացվեց այնպես ինչպես արկները Վարդանյան ուղարկում է գնդակը Բունյատյանին Ալիխանյան նա քիչ առաջ մտավ խաղադաշտ շատ լավ փոխանցում ստացվեց դեպի Իսկանդարյանը բայց շտապեց այստեղ մի փոքր Այաքսի 9 համարը Ալիխանյան մնաց գնդակով շատ լավ փոխանցում էր կատարում այստեղ Ալիխանյանը բայց հեռացեցին գնդակը Լեոնի պաշտպանները անկյունային հարվածքի իրացնի հիմա էլ արդեն Այաքսը Ալիխանյան կա փոխանցումը Ղազարյան դուրս է գալիս դարպասից ու թույլ չի տալիս մրցակցին հարված կատարել Եսայան Հերվիս նույնիսկ հարված ենք հիմա տեսնում Սերթրակյանի կատարման, բայց շեղությամբ է ստացվում Սերթրակյանի կատարած հարվածը ու գնդակը Մուրադյանը պետք է մտցնի խաղի մեջ Հովանեսյան Եզրային հետում Տեսնենք Հովանեսյանի կատարմամբ Եսայան ուղարկեց գնդակը Պողոսյանին Եվս մեկ Եզային հետում է իրացնում Այաքսը Լավ փոխանցում էր Ալիխանյան թողեց գնդակը Խորեն Հովանեսյանին Հովանեսյան վտանգավոր է, բայց անասց է ստացվեց այս փոխանցումը Ղազարյանն էլ ուժեղ հարվածով գնդակը մտցնում է խաղի մեջ Բունյատյան, այո Եթե հասներ գնդակը Բունյատյանից, ապա երկու ֆուտբոլիստ միանգամից մենակ դուրս կգային դարպասապահետ, բայց Բունյատյանը դա թույլ չտվեց Սեթրակյան Հաղթեց խաղի կանոնները այստեղ Սեթրակյանը ու ստանում է այստեղ դեղին կարտ Կա մրցավարի Սուլիչը Եսայան ուժեղ փոխանցում առաջ Ջուլակյան այստեղ Առաջին արձագանքեց գնդակին բայց այն մնաց նորից Այաքսի ֆուտբոլիստների մոտ Խորեն Հովանեսյան շատ լավ փոխանցում ստացվեց դեպի Իսկանդարյանը ով մրցակցի Տուգանային հրապարակում է բայց Իսկանդարյանի կատարած փոխանցումը փակեցին պաշտպանները Վարդանյան ստացվեց այստեղ գնդակը ուղարկել Հովանեսյանին Հովանեսյան փորձեց մի անգամից մի քանի մրցակցի շրջանցել ու չստացվեց դրանով Հիմա Լեոնն է անցել գրոյի բայց այստեղ էլ Բունյատյանն է կանգնում գնդակի ճանապարհին ու ինքն շարժվում է առաջ գնդակով Իսկանդարյան, Ալիխանյան լավ էր մտածել այստեղ Տիգրան Ալիխանյանը բայց մի փոքր այլ ուղղությամբ ստացվեց նրա կատարած փոխանցումը Եսայան հեռացնում է գնդակը Աբրահամյան Տեսնեք ինչ որոշում կայացնի հիմա Աբրահամյանը ուղարկում է գնդակը Սեթրակյանին կա տարբերակ այո Սեթրակյանը նկատեց Տիգրան Սեթրակյանին բայց հեռացնում է Պողոսյանը գնդակը մրցակցի ոտքերի առջևից ու Եզրային հետում կիրացնի Լեոնը Վտանգավորը հարված ենք տեսնում նույնիսկ ու Մուրադյանը կարողացավ ոտքով հեռացնել գնդակը չի ավարտվել Լեոնի գրոհը Հիմա արդեն ավարտված է, բայց անկյունային հարված է նշանակում մրցավարը այստեղ Այո կարծես Բունյատյանին դիպավ վերջում գնդակը
Ու հիմա տեսնենք այս անկյունարինը գուցե օգտության կա Լեոնին, կա փոխանցումը Սեյտրակյան, կա հարված ու մի փոքր շեղությամբ ես ասում Սեյտրակյանի կատարած հարվածը։ Ալիխանյան շարժում է ձախ եզրով առաջ։ Մնաց գնդակով Ալիխանյանը կատարեց շատ լավ փոխանցում։ Ինչ է կատարվում այստեղ հիմա։ Շատ լավ հնարավորություն է կորցնում Այաքսի ֆուտբոլիստ Դավիթ Հայրապետյանը։ Շտացեց պարզապես այստեղ Հայրապետյանի հարվածը։ Պողոսյան խզեց գնդակը այստեղ Պողոսյանը զարգացնում է արագություն։ Նույնիսկ հաստրեց փոխանցում կատարել, բայց թույլ ստացվեց նրա կատարած փոխանցումը։ Հիմա Բունյաթյանը թույլ չի տալիս պարզապես մրցակցին հակագրող կազմակերպելու, ինքն էլ միացել է գրոյին, ինքն էլ հարված է կատարում ու մի փոքր շեղությամբ է ընթանում Բունյաթյանի կատարած հարվածը։ Տաս րոպեից մի փոքր ավելի քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին եւ այդքան ունի տրամադրության տակ Լեոնը փրկելու այս հանդիպումը։ Այո, առայժմ հիշեցնեմ, որ Արայիկ Ավետիսյանը իրացած 11 մետրանոցից խփված գնդակը միակն է այս խաղում։ Հիմա անկյունային են իրացնում Լեոնի ֆուտբոլիստները, բայց թույլ ստացվեց այստեղ Բաբկեն Աբրահամյանի կատարած հարվածը։ Վարդանյան թողեց գնդակը Բունյաթյանին։ Պողոսյան եւ ինչ է կատարվել այստեղ ձեռքին դիպավ Այաքսի ֆուտբոլիստի գնդակը։ Տեսնենք գնդակի մոտ Լեոնի ավագն է Ռոման Ջուլակյանը։ Փոխանցում առաջ, բայց մի փոքր բարձր ստացվեց Ջուլակյանի կատարած փոխանցումը ու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Հովհաննիսյանը հիմա էլ կենտրոնում է հայտնվել Հովհաննիսյանը, այո, նրան ամենուր կարող ենք տեսնել իսկապես շատ արագաշարժ ֆուտբոլիստ է Խորեն Հովհաննիսյանը։ Նա հաստիկային հարձակվող է իհարկե Այաքսում, բայց նրանք կարող ես տեսնել թե պաշտպանությունում, թե կիսապաշտպանությունում, այնպես որ ունենալ Հովհաննիսյանի պես հարձակման գծում առաջատար կարծում եմ բոլոր թիմերը կցանկանային։ Հակոբյան բայց դուրս եկավ այստեղ գնդակը դաշտի սահմաններից։ Բունյաթյանը ուղարկում է Պողոսյանին։ Շատ լավ գրոյի տեղափոխություն է դեպի Խորեն Հովհաննիսյանը, մեկապումով Հովհաննիսյանն էլ փորձեց ուղարկել գնդակի Իսկանդարյանին, չստացվեց, հիմա էլ Վարդանյանն է կատարում փոխանցում ու հիմա հասավ գնդակի Իսկանդարյանին, Խորեն Հովհաննիսյան։ Նորից խաղում է Իսկանդարյանը հետ Հովհաննիսյան, հարված եք տեսնում ու այստեղ Հակոբյանը փրկեց, հիմա չի ավարտվել Այաքսի գրով, բայց հարվածային դիրքը կորցրեցին Այաքսի ֆուտբոլիստները։ Վարդանյան ու կար խաղի կանոնների խախտում, այո, Վարդանյանի դեմ պայքարում տեսնենք շատ վտանգավոր դիրքում Այաքսը վաստակել է Տուգանայինի հնարավորություն։ Կա մրցավարի Սուլիչը, կա փոխանցումը, բայց Սեյտրակյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու հիմա Լեոնն է նետվում առաջ։ Վարդանյանն է պայքարում գնդակի համար, խախտեց խաղի կանոնները։
Եվ ստանդարտ կիրացնի Լիոնը։ Կա մրցավարի Սուլիչը։ Տեսնում ենք փոխանցում այստեղ Վաղինակ Սեդրակյանի կատարման, բայց ուժեղ ստացվեց։ Պողոսյան ուղարկեց գնդակը Ալիխանյանին։ Ալիխանյանն շատ լավ գրոյի տեղափոխություն կատարեց դեպի աջ, որտեղ Հայրապետյանն է։ Վարդանյան Նորից Պողոսյան մնաց գնդակով Պողոսյանը, թողեց այն Ալիխանյանին։ Վերջինս էլ լավ է նկատել Հայրապետյանի առաջ խաղացումը, բայց վերջին պահին փակվեց փոխանցման ճանապարհը։ Խորեն Հովհաննիսյան Պողոսյանին է ուղարկում գնդակը, վերջինս մնաց գնդակով Վարդանյան, Բունյատյան առաջ փոխանցում ենք տեսնում, բայց Հայրապետյանը հաջող չկասեցեց այստեղ գնդակը, չնայած որ Վարդանյանն խլեց մրցակցից ու շարժվում է առաջ աջ եզրով։ Շատ լավ փոխանցում է, բայց չանցավ այստեղ գնդակը։ Խորեն Հովհաննիսյան դեպի ձախ է ուղարկում գնդակը։ Պողոսյան նորից Հովհաննիսյանն է գնդակով ու փակվեց այստեղ Հովհաննիսյանի փոխանցման ճանապարհը։ Եզրային նետում մնաց գնդակով Հովհաննիսյանը, վտանգավոր է Իսկանդարյան, բարձր է ստացվում Իսկանդարյանի հարվածը։ Ամեն ինչ կարգին է Հովհաննիսյանի հետ, նա կմնա խաղադաշտում իհարկե։ Տեսնենք հիմա կա մրցավարի Սուլիչը, Ղազարյան ուժեղ փոխանցում առաջ։ Բայց կորցրին նորից Լիոնի ֆուտբոլիստները գնդակի Իսկանդարյան։ Մնաց գնդակով։ Ուղարկեց այն Ալիխանյանին։ Վերջինս էլ ուժեղ փոխանցում առաջ կատարեց ու շատ հաջող փոխանցում ստացվեց դեպի Հովհաննիսյանը, այո։ Հովհաննիսյան լավն է այս անցումը, տեսնենք այս գրոհը ինչով կավարտվի, թույլ ստացվեց այստեղ Հովհաննիսյանի կատարած հարվածը։ Ալիխանյան թողնում է գնդակի Իսկանդարյանին, վտանգավոր է, բայց Հակոբյանն է այստեղ կարողանում է հեռացնել գնդակը ոչ այնքան հեռու, չնայած հարվածի հնարավորությունը կորցրին այս դրվագում Այաքսի ֆուտբոլիստները։ Իսկանդարյան շատ լավ փոխանցում էր, բայց Հայրապետյանի կատարած հարվածը չստացվեց, վտանգավոր է Պողոսյան, պետք էր հարվածել Պողոսյան։ Իհարկե պարզ էր ինչ է մտածել այստեղ Պողոսյանը, փորձեց մրցակցի երկու ֆուտբոլիստներին շրջանցել մեկ հնարքով, չնայած կար փոխանցման տարբերակ, բայց ուժեղ ստացվեց այն ինչ մտածել էր Պողոսյանը։ Սեդրակյան հիմա խլում է գնդակը մրցակցից Պողոսյան ու այն պահում իր մոտ, հիմա ուղարկեց Ալիխանյանին։ Իսկանդարյան հարված են նույնիսկ տեսնում Իսկանդարյանի կատարման, բայց շեղությամբ ընթացավ գնդակը, այո։ Հանդիպումը մոտենում է ավարտին եւ իսկապես շատ քիչ խաղաժամանակ է մնացել, պետք է արդեն շտապի Լիոնը, պետք է գնալ առաջ ողջ կազմով փորձելու ետ բերել այդ մեկ գնդակը։ Հաշիվը հավասար է 1-1, Լիոնը կարողանում է հավասարեցնել հանդիպան հաշիվը։ Մեկ-մեկ այո, Լիոնը կարողանում է հավասարեցնել հանդիպան հաշիվը ու արդեն
Շատ հետաքրքիր է ստացվում հանդիպման ավարտը, այո իսկապես 1-2 րոպե մնացել մինչ հանդիպման ավարտը, այս հաշվի պարագայում մենք կդիտենք բնականաբար հետ խաղային 11 մետրանոց հարվածաշար, վտանգավոր է, տեսնենք Ավետիսյան, ուղարկեց գնդակը Հովանեսյանին, հիմա կարող է ավարտել հանդիպումը Հովանեսյանը և այստեղ Ղազարյանն է փրկում Լիոնին, չի ավարտվել Այաքսի գրոհը, հիմա էլ չեն գրավում դարպասը Իսկանդարյանը, այո կորցրեց հարվածի հնարավորությունը ու ես պետք է նետի Այաքսը, այո կորցրին շատ լավ հնարավորություն այս դրվագում Այաքսի ֆուտբոլիստները։ Տեսնենք, այո, Իսկանդարյան կա հարված ու Ղազարյանը վերցնում է գնդակը առանց որևէ խնդիրների։ Երկու րոպե է ավելացել գլխավոր մրցավարը հանդիպման ավարտին։ Տեսնենք երկու թիմերն էլ կարծում եմ կփորձեն այս 2 րոպեի ընթացքում փոխել հանդիպման ընթացքը իրենց օգտին ու խաղը չտանել խաղային 11 մետրանոց հարվածաշարերի, քանի որ այնտեղ միայն լավ իրացնելը բավական չի լինի հաջորդ փուլուղը գիտնվաճելու համար։ Հովանեսյան թողեց գնդակը Վարդանյանին, Հովանեսյանը Պողոսյան, բայց այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Շատ բարձր արի, ես պենալիկ նկարում։ Ու հարված կլինի Ղազարյանի դարպասից։ Ուժեղ փոխանցում առաջ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ 1 րոպե մինչ հանդիպան ավարտ, այո վերջին րոպեն է ընթանում հանդիպան։ Իսկանդարյան աչ եզրում է հիմա Իսկանդարյանը կա փոխանցում, բայց Հակոբյանը փակեց գնդակի ճանապարհը, եզրային է թույլ իրացնեն Այաքսի ֆուտբոլիստները։ Խորեն Հովանեսյան տարավ այստեղ Հովանեսյանը գնդակը, փոխանցեց այն Ալիխանյանին։ Ավետիսյան դեպի մրցակցի տուգանային հրապարակ, բայց վերջին պահին կարողացավ հեռացնել գնդակը Եգոյանը, հիմա էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու վերջ հանդիպումն ավարտված է կարճ դադար, որից հետո կվերադառնանք միասին դիտելու հետ խաղային 11 մետրանոց հարվածաշարը։ Ու տեսնենք Արայիկ Ավետիսյանն է պատրաստվում հարված կատարելուն, կա մրցավարի սուլիչը Ավետիսյան, հարված ու գնդակը դարպասում է 1-0 առաջին հարվածը Այաքսը դիպուկ իրացրեց։ Տեսնենք Լիոնի առաջի հարվածը ինչպես կիրասի թիմի ավակ Ջուլակյանը։ Ջուլակյան թե Մուրադյան, հարվածը կա ու դարպասածողն է այստեղ օգնության գալիս Այաքսին։ Լիոնը վրիպեց իր առաջին հարվածը։ Կա մրցավարի սուլիչի Իսկանդարյան, հարված ու գնդակը դարպասում է, քիչ էր մնում ետ մղել Ղազարյանը գնդակը, բայց ուժեղ ստացվեց Իսկանդարյանի հարվածը 2-0։ Հիմա Լիոնն է պատրաստում իր երկրորդ հարվածն իրացնելուն, դարպասապա Ղազարյանը կիրացնի այն։ Ղազարյանը Մուրադյանը ետ է մղում գնդակը, երկրորդ հարվածը նույնպես վրիպում են Լիոնի ֆուտբոլիստները։ Очень ջարտս, լավ է, մալադեց։ Լավ է, Արջան, լավ է, գլուխդ բարձր։ Լավ է։ Վարուժան Խաչատրյանն է պատրաստվում հարված կատարելուն, կա մրցավարի սուլիչը Խաչատրյան, գնդակը ցանցում է, երրորդ հարվածը նույնպես դիպուկ են իրացնում Այաքսի ֆուտբոլիստները։ Ետ մղել կան վրիպի Լիոնը, ապա Այաքսը կհայտնվի եզրափակիչում։ Ասոյանն է գնդակի մոտ։ Լավ է, Արկոս, լավ է։ Ոնց գիտես։ Ասոյան, հարված բարձր է ստացվում Ասոյանի կատարած հարվածը եւ վերջ Այաքսը եզրափակիչում է։ Շնորհավորում ենք Այաքսի ֆուտբոլիստերին, իսկ խաղային օրը մեզ մոտ ավարտված է, բարի գիշեր ու ամենայն բարիք։